Բարույս երեկո, սիրելի պետականատեր հայ մարդ, իրական Հայաստանի Հանրապետությանը, խաղաղությանը սիրահարված, իրական Հայաստանի Հանրապետության հզորությանը, ուժեղացմանը, զարգացմանը սիրահարված եւ իրական Հայաստանի Հանրապետության շայրասպասարկող պետականատեր հայ մարդ ջան։ Ուրեմն սենց կարևոր, գիտեք, նախ ուզում եմ մինչև մեր խոսակցությունը սկսելը, ուզում եմ մի բան ասեմ։ Մենք մեզնից հայրենասեր որևէ մեկին չենք պատկերացնում ու ցանկություն չունենք պատկերացնենք։ Ուրեմն, ինչպես ուժի մեջ եք եկել ձեր թույլիկ տեղով ուզում եք ձեզ ուժ ներկայացնեք, որ գցիկ ձեր ոտին։ Հիմա մի եկեք իրական հայրենասերների մեջ ձեզ կեղծավոր հայրենասեր ձևացրեք, որ տեսեք դուք ինչ որ մի այլ հայրենասեր մարդուց ավելի հայրենասեր եք։ Նա մինչև խոսակցությունը սկսելը սիրելի մարդիկ քաղաքապետարանում կատարված այսօրվա այս տեսանյութները, որ մենք տենում ենք, տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում։ Գիտեք ինչ է էսի նա է, որ ուղղակի անդաստիրակ երեխաները ըստիֆաս դաստիրակվում են։ Ու պետք է դաստիրակվեն։ Այս անտրակաշառատունները ուղղակի ախր դրանք որևէ բարոյական իրավունք չունեն բարձր տոնայության խոսան, դա մի հատ քիչ բարձր տոնայության են խոսում, հլա մի հատ էլ արայով մարով են խոսում։ Դրա համար դաստիրակվում են։ Ու թող արայով մարայով այդան բերանը ծուտի խոխի հետ խոսան, Ռոբերտ Քոչարյանի, գնան Կալոգացի Սամոյի հետ խոսան, գնան Դամբասի Անդոյի հետ խոսան, գնան Ծառուկյանի հետ, արա գյադեք, գնացեք Ծառուկյան գագու հետ արայով խոսեցեք, Դամբասի Անդոյի հետ, որ ազգի դավաճանով բռնեցին ազգային անվտանգությունը բռնեց տարեց նստեցրեց։ Այդ վերբավկո եղածը, որ տարենան նստեցրել էր ու նստելու է, Ծառուկյան գագոն էլա նստելու, այս պետությունից թալանվածը վերադարձնելու են պետությանը, այն որ իրանց շանսերը հնարավորություն են ծաղկուն ժամանակներում օգտագործում էին 1 միլիոն դրամանոց հողամասը 200,000 դրամով էին ձեր բերում 100 միլիոն դոլարանոց խոսքից 10 միլիոն 50 միլիոն դոլարանոց հողատարածքները շենք շինությունները ասենք հարուապատիկ հազարապատիկ ավելի էժան գներով կոպեկներով ձերք են բերում իրանց սեփականությունը սարքում ու տենց կայծակային արագության հարստացան, այն որ մարդկանց արած դրազների վրա գնացել են չանչները դրել, մարդկանց քրտնքի վրա գնացել չանչները դրել են, որին կուտալով, խափելով, որին փիշի անելով, խափելով, որին գլխին սարկելով, որին վախսնելով, ձեռներից վեկալել են լավ թիքեքը, ես իմ սարեր եմ վեկալել կոպեկներով ու այդ սարերի վրա իրանց տղյակները սարքել։ Հիմա այսօրվա դրությամբ այդ սարերը, որ Ծառուկյան գագոյի դղյակն ասարկած էմեկի մեզ բոլոր հայտնի են լիսկաների, այսօր Հայաստանի Հանրապետությունում, իրական Հայաստանի Հանրապետությունում այդ սարերում միլիոնավոր կուբամե 100 տոննա կուբամետրով բետոնյա խրամատներ, հենակետներ սարքվում, այսօրվա սարերում, որ իրանք տաներ էին սարքում, հիմա հենակետներ սարքվում, որտեղ որ զինվորի կյանքը 100% ապահոված է, զինվորի կյանքը ապահոված է ցանկացած անօթաչու տրճող սարքերից, զինվորի կոմֆորտը ապահոված է, անձրևից, քամուց, արևից, բոքից, բորանից, այդ միլիոնավոր դոլարներ այդ սարերի վրա ծախսում են, բետոնյա հենակետներ են սարքում, բետոնյա զինվորի կյանքը երաշխավորված, ամեն կոմֆորտ ձևերով հարմարավետությունը տեղ այդ հենակետներ են սարքում, բայց Ծառուկյան գագոն լիսկա մեզ բոլորի ձև անուններ, այդ ձև սարեն են վեկալել ու իրանց դղյակները գցել։ Մի հատ բաբա հետաքրքիր չի։ Ինձ հետաքրքիր է Ծառուկյան գագոն այդ հողամասը, որ իր տունը սարքել է, որ իր դղյակը սարքել է, ինչ գնով է ձեռք բերել։ Այդ հողամասը ինչ գին է ունացել ու ինչ գնով է ձեռք բերել։ Բա հետաքրքիր չի, իհարկե հետաքրքիր է, ու համապատասխան մարդկանց էլ է հետաքրքիր, ու այդ հետաքրքրությունը պետք է բավարարվի հայ մարդուն, պետք է այդ հետաքրքրության հետևից պետք է գնա իրավապահ մարմինները, ու կգնա իրավապահ մարմինները, ու մի հատ կհետաքրքրվի։ Արա արայով մարայով է ձև, այդ արայով կուրաժիտ եք կնում, ձեզ մտել եք ուժեղ միջավայրի մեջ, ձեզ ուժեղ մարդու տեղ եք դնում, փորձում եք տեսախցիկների առջև կուրաժիտ տնեք, տենց արայով մարայով խոսում եք, որ մի հատ վիդեո ուղարկեք Ծառուկյան գագույն, ասեք, օй, պարոն Ծառուկյան, տեսար ոնց քաղաքապետի հետ արայով խոսացի, թե բերանը ծուրտի խոխին պետքա վիդեո ուղարկեիր, չգիտեմ Անդոն հեռախոսից օգտվում է, կարաք Անդոյին վիդեո ուղարկեք, կուրաժիտ տնեք, տեսեք արայով կեթաս
ուղիղ եւ հստակ Ծառուկյան Գագո հետ խոսաս, Արաով կեթած Դամբասի Անդո հետ խոսաս, Արաով կեթած Կալուգացի Սամվելի հետ խոսաս, Արաով կեթած Ռոբերտի հետ խոսաս, Բերանը ծուտի քոխի, եղավ արա, արան ձեր ապրած ամեն մի վարքյան կյանքն է, այդ ընտրակ կեղծարարներ, ընտրակաշարակերներ, Արաով կեթած մերձավոր շրջապատիդ հետ խոսաս, դուք բիսետի խուլիգաններ եք կարա, դուք չեք հասկանում որտեղ եք գտնվում, ինչ եք տղու կերպարի մեջ մտել այդ գյադեք, ռեկ բռնելու համար, ձեզ չգիտեմ, ուժեղ մարդու տեղ եք դնում, 1000 անգամ ասինք, 1000 անգամ ձեզ ասինք, եկել եք ուժեղ մեջավայրի մեջ, ուժ եք ուզում փնտրեք, քցիկ ոտներիդ, արա որը ձերը չի, դուք вообще որևէ իրավունք չունեք, այս պետություն, սա իրական Հայաստանի Հանրապետությունն է, նրա տոնները չբարձրացնեք, արա արավ չխոսակ, տոնները չբարձրացնեք, կուրաժի չլեք, անհամբեր սպասեք ձեր քաղաքական ոչնչացմանը, եւ դուք քաղաքական մակարդակով, արդեն սկսել եք ոչնչանալը, այն հունիսի 7-ին այլևս ձեր հնարավորությունները սահմանափակվել է, որ դուք կարաք հեղափոխության հարստության թիկունքում պահկվեք ու կուրաժի տնեք, հունիսի 7-ին ձեր հնարավորությունները սպառվել է, դուք այլևս, այո, դուք 2018 թվականից մինչև 26 թվականի հունիսի 7-ը հեղափոխության հարստության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորների կոչերի սեփական ձեր բերած հարստության արժեքների տակ թաքնված կուրաժի եք եղել, ուժի մեջ ձեզ ուժեղ տղու տեղ եք դրել, այդ չմոներ, հայհոյել եք, սպառնացել եք, տոնները բարձրացրել եք, ասել ենք ոչինչ, մերն են, կդաստիարակվեն, ինքնուրույն բայց դուք դաստիարակվելու փոխարեն ավելի եք լքստվել, հիմա դաստիարակչական ապտակ եք եղել, ես այդ ապտակ տվողի ցավը տանեմ, ապրես դու, այս սրա վերաբերյալ, սիրելի մարդիկ, ինչ են, գիտես ինչից ներվայնացա, որ սեզ մտա, մսավաճար մի հատ Բագրատիկ կա, Աստծո տունը զարթած, կտրիչ Ստահակ Ներսիսյանի օգտագործվող կիլերը, ինչպես Կտրիչ Ներսիսյանը, այդպես էլ իր ավազակները, Աստծո տունը մենք գիտենք, չէ, որ զարթել են, ոչ մի կապ չունենալով Աստծո հետ, Աստվածաշնչի հետ, Աստվածաշնչում գրված Աստծո բառերի հետ, խոսքերի հետ, ուղղակի բախտը հաջողվել ինչ պատճառներով, մեզ հայտնի պատճառներով, որ Կտրիչ Ներսիսյանը զարթի Աստծո տունը եւ ինչ անում Աստծո տունը Կտրիչ Ներսիսյանը հանուն Աստծո, հանուն Հիսուս Քրիստոսի, հանուն Տիրոջ խոսքերի է ծառայաստուն քրիստոնյա հայ ժողովրդի համար, իհարկե ոչ, Կտրիչ Ներսիսյանը Աստծո տան մեջ թաքնվելով, արևանգելով Աստծո տունը օգտագործում է մեկ կողմից մերժված խուլիգանների շահերը սպասարկելու համար որպես գործիք։ Ինչքան այս պետությունում թալանչի կա, չգիտեմ, այս պետությունը որ տասնյակ տարիներով իրենց անձնական հարստության համար աշխատացրել են եւ թալանել, այս պետության մարդկանց սպանել, այս պետության մարդկանց բռնաճնշումների տակ պահել, հետապնդել, սամասուդների ենթարկել, այս պետության մարդկանց, քրիստոնյա հայ մարդկանց արունը տասնյակ տարիներով ծծել, վախի ստրախի մթնոլորտի մեջ պահած, այս պետությունը օտար պետության հաջողությունների համար որպես կրվախնձոր օգտագործել, այս պետության հարստությունը 2 կոպեկ գրոշների դիմաց օտարին հաջողանալու համար գույք պարկի դիմաց տվել, ու իրանք է տենց հարստացել են, այ Կտրիչ Ներսիսյանը Աստծո տան մեջ թաքնվելով դարձել է այս խուլիգան մաֆիայի անձնական օգտագործվող փաստաբան ասեմ, տասոչիկ ասեմ, լանտ ասեմ, ինչ սրիկ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, դուք ասեք։ Ես չգիտեմ այդ Ստահակին ինչ անուն դնեմ։ Հիմա մսավաճար Բագրատիկը sense մի հատ քարտեզա ցույց տալի մեծ հայք ուզում է ինձ եւ ձեզ ասի որ ես ավելի հայրենասեր եմ։ Ես որպես հայ մարդ, գիտես Ժորժ ջան, մենք Լսի, այդ որ պետությունը չուզի, այդ որ պետության մարդը չուզի աշխարհի տեր ու տիրակալ ինքնի։ Ես որպես հայ մարդ, չէ, քաղաքացի։ Ես շատ կցանկանամ, ոնց ասեմ, աշխարհի տեր ու տիրակալն եմ, աշխարհի իմալնի։ Հիմա ես ասում եմ, թե այս պետության, իրական այս պետության, այս սրբության, այս կարևորության ամենամեծ թշնամին ովքեր են։ Ամենամեծ թշնամին ովքեր են։ Այն որ Տաշիր Սավելիք ասում է 300,000 ադրբեջանցի, ուր են այդ ադրբեջանցիները։ Այնց է վստահ ասում է, ոնց որ հետը պայմանավորված է։ Այդ 300,000 ադրբեջանցու հետ պայմանավորվածություն ունեն, հստակ գալու ժամը գիտեն, օրը գիտեն։ Այնց է վստահ ասում, այ գալիս են, ավտոբուսները կանգնած գալիս են հեսա։ Այնպես վստահ ասում, ես մարդը մտածում ասում, կարող է սրանք կապ ունեն իրար հետ, գիտեն երբ են գալու, երբ չեն գալու։ Այդպես վստահ որ ասում, այ որ ասում 300,000 ադրբեջանցի, չէ՞ սիրելի մարդիկ։
Աշխարհում չես գտնի որևէ մի 300,000 ազգություն, աշխարհում չես գտնի որևէ մի 300,000 ադրբեջանցի եւ ցանկացած ազգություն, որևէ 300,000, որ կարա այնքան սպառնալիք լինի այս սրբության, այս կարևորության, այս հարստության ներկայի եւ ապագայի ճակատագրի համար, այս սրբության լինելության համար, անկախության, պետականության համար, ինչքան որ Տաշիր Սամվելն է, ինչքան որ Բերանը Ծուխտիկ Խոխենն է, ինչքան որ Դամբասի Անդոնն է, ինչքան որ Գագիկ Ծառուկյանն է, ինչքան որ Մստավաճար Բագրատն է, ասեմ ինչի համար։ Սիրելի մարդիկ, ես որպես ՀՀ մարդ, ես իմ պետությունը, իմ իրականությունը համարում եմ աշխարհի կողմից ճանաչված իմ իրական Հայաստանի Հանրապետությունը, այս քարտեզը, աշխարհի կողմից ճանաչված։ Այն քարտեզը, որ սենց մեզ ցույց տալի մեծ Հայկ, Էսյան Կամենյան, ծովից ծով Հայաստան, այդ քարտեզը ոչ Հայաստանի կողմից, ոչ էլ աշխարհի կողմից, ուղղակի ճանաչված չէ։ Դա ֆեյք է, ուղղակի ֆեյք է։ Կարող է մի շատ մարդիկ ռաբի զերաշտության տակ լսեն այս խոսքերս, սենց կան, չէ, որ ռաբի զերաշտությունը միացնում են ու կենացներ խմում, բայց այդ կենացների կարևորությունը, արժեքները չհասկանալով։ Կարող ասեն, ես ինչ ասում, բայց իսկ թվում է ես շատ ճիշտ եմ ասում։ Սիրելի մարդիկ, Հայաստանի Հանրապետությունը, մենք որպես հայ, ես ինչքան լսելով խելացի մարդկանցից, ես շատ քիչ եմ գիր կարդում, դա իմ սխալն է, որ շատ քիչ եմ գիր կարդում, շատ քիչ եմ պատմություն կարդում, քիչ եմ կարդացել, որտեղ այո, սխալ է, բայց ինչքանով էլ որ տիրապետում եմ, այն ինչքանով որ ես տիրապետում եմ, ցավները տամ։ Այո, մենք որպես հայ մարդ եղել ենք, չգիտեմ, աշխարհի առաջի ազգությունն ենք, երկրորդն ենք, երրորդն ենք, թե չորրորդն ենք, բայց որպես հայ մարդ եղել ենք։ Առաջնատարներից ենք եղել, առաջի ազգերից ենք եղել։ Եթե ոչ առաջին, ապա երկրորդը, ապա երրորդը, ապա չորրորդը։ Բայց որպես պետականություն, որպես ինքնուրույն որոշելու իրավունք, բան չենք ունացել պետականություն։ Մենք ինքնուրույն չենք կարացել մեր ճակատագիրը որոշենք։ Չենք ունացել։ Մի քանի 100 տարի ապրել ենք Պարսիկի լծի տակ, Ցարի լծի տակ, Թուրքերի լծի տակ, ապրել ենք 100 տարի մեկի տակ, 100 տարի մերի ազդեցության, 100 տարի մեկի օրենքների տակ։ Մենք այո հայ եղել ենք, բայց ինքնուրույն որոշելու իրավունք չենք ունեցել։ Այդ մեծ քարտեզները, որ ցույց են տալիս, այդ մեծ քարտեզները, քանի որ մենք չենք ունեցել ինքնուրույն որոշելու իրավունք, Պարսիկի լծի տակ ապրել ենք, քանի 100 տարի, ոնց ուզացել է, մենք չենք ունեցել որոշելու իրավունք, սահման գծելու իրավունք, չենք ունեցել։ Ոնց ունեցել է, ոնց ուզացել, հենց այդ գծել է, հենց այդ բաժանել է։ Պարսիկը սրի չի քաշել, մեզ քաշել է, վրացին չի քաշել է։ Հիմա շատ մեծ բարեկամական հարաբերություն ունենք, քաշել են։ Ցարը չի քաշել է, ավելի շատ։ Ասելիքս ի՞նչ է։ Այդ քարտեզը որ ցույց են տալի։ Այո, ոնց որոշել է, քանի որ մենք որոշելու իրավունք չենք ունեցել, այ ձև մասնատելով, գծելով եկել հասել ստե։ Ոնց վերջում Արցախը նեք գծեցին, իհարկե ցարը գծեց, Ռուսաստանը գծեց։ Արևմտյան Հայաստան Լենին, Նախիջևան Ստալին, Արցախ Պուտին։ Այդ գծել են, ցավները տանեն։ Հիմա որ Լենինը սահմանա գծել, ինքնանուն մենք հնարավորություն չենք ունեցել որոշելու, գծելու, որտեղ պետականություն չենք ունեցել։ Ամենամեծ հարգանքով բոլոր ազգությունների նկատմամբ, որ ասում են ցիգաններ, աշխարհով մեկ սփռված է, բայց պետականություն չունեն։ Պետականություն չունեն, իրանք կարան ինչ-որ մի հատ պետությունում սահման գծեն։ Իհարկե չեն կարող։ Հիմա այս պետության միակ թշնամին այն մարդն է, ով նախ առաջինը անհարգալից վերաբերմունքով է մոտեկանում այս պետությանը, այս քարտեզին, հեգնանքով, նա այս պետության թշնամին է։ Աշխարհի կողմից ճանաչված այս սուվերենությանը, իրականությանը, այս պետությանը, ով հեգնանքով է մոտիկանում։ Ինք ուղղակի սրբապիղծ է։ Ինք ուղղակի պետության համը հոտը չի հասկանում, քաղցությունը չի հասկանում։ Այդ տեսակը, այն տեսակն է, որ ասում է, որտեղ հաց ընդեղ կաց, որտեղ ես փորս կուշ տնի, դա իմ պետությունն է։ Այդ տեսակն է։ Այս տեսակը, այս պետության միակ թշնամին այն մարդն է, ով այս պետության հզորացման, խաղաղության, երջանկության, հարստության, առաջընթացի մասին չի մտածում։
Հիմա այդ քարտեզը որ մսավաճա Բագրատիկի դոշին կպցելա, չէ՞, մեծ հայք գրած։ Ինքը գիտես ինչ ասում։ Ինքս է զենքը ուզմա վեկալի ու աշխարհին պատերազմ հարարի։ Ինքը զենքը վեկալմա, հենց հիմա մսավաճար Բագրատիկը եւ նաեւ սա ազգային անվտանգության խնդիրը։ Մեծ հայ քարտեզը, ես էլ եմ ուզում, ոչ թե մեզ 10 անգամ մեծ քարտեզ ունենամ։ Ես էլ եմ ուզում, ով չուզում։ Բայց ինչի հաշվի։ Ինչի հաշվի։ Այս պետության ոչիչացման հաշվին ես կարամ ինձ ասեմ, այ, թող իս ծապտան, դնեմ ինձ հայրենասերի տեղ, այս պետության ճակատագրի հաշվին աշխարհին պատերազմ հարարեն, հա։ Մեծ հայ քարտեզ բաժանողները զենքը վերցրել են ու աշխարհին պատերազմ են հարարում։ Պարսիկներին, Թուրքիային, Ռուսաստանին, Վրաստանին, սաղ աշխարհին, Հնդկաստանին պատերազմ են հարարում։ Եվ սա է իրականությունը։ Ու լսի, ջահել, մսավաճար Բագրատիկ, ջահել ջոելներ։ Այդ որտե հենց ես այդ քարտեզը որ ցույց եք տալի մեծ հայ, նախ իմ իրական քարտեզը էսի է։ Ես իմ ամբողջ ուժով, ամբողջ հնարավորություններով այս քարտեզն եմ հզորացնելու, հարստացնելու, ուժեղացնելու, զարգացնելու։ Ես այս քարտեզից դուրս պետություն չունեմ։ Իմ պետությունը այս քարտեզն է։ Ես այս քարտեզից դուրս իրականություն չունեմ։ Իմ իրականությունը այսի է։ Իմ հարստությունը էսի է։ Իմ տունը էսի է։ Ես դրանից դուրս ոչինչ չունեմ։ Ոչինչ չունեմ։ Եթե ես սրանից դուրս, այս հարստությունից դուրս ինչ որ պահանջներ ներկայացնեմ, դա նշանակում է, որ ես զենքս վերցնեմ եւ տարածաշրջանում բոլոր հարևանների վրա ուղեմ զենքս։ Եվ դա ի՞նչ է նշանակում։ Դա ի՞նչ է նշանակում, որ իմ գոռոզության, իմ ճոռո խոսքերի պատճառով ընդամենը, քանի որ ես զենքս վերցնեմ, տարածաշրջանում բոլոր հարևանների վրա ուղեմ եւ պատերազմ ունեմ, դա նշանակում է 10 րոպեում իմ սեփականության, իմ պետության ճակատագիրը դնեմ վտանգի տակ, դնեմ ոչիչացման տակ, իմ պետության լինելությունը դնեմ ոչիչացման տակ։ Դա նշանակում է, որ ես ձեր նման գրաբի դերատությունների տակ արաղի բաժակը վերցնեմ, կենասներ, ասում զենքը վերցնեմ ուղեմ, ու սենց մեծ քարտեզներ ասեմ, էսի այ քարտեզ, էսի այ հայրենիքը։ Դա նշանակում է զենքը վերցնեմ տարածաշրջանի վրա ուղեմ, բոլոր հարևանների վրա ու 10 րոպե ընդամենը հետո կորցնեմ ինչ ունեմ, այս քարտեզի լինելությունը։ Ու գնամ Ամերիկա, չգիտեմ որտեղ, 3 տարի հետո, 4 տարի հետո ռաբիս երկեմ իմ չքնաղ Երևան կարոտել եմ քեզ։ Այդ է նշանակում։ Մենք ես եւ իմ նման հազարավոր մարդիկ իրենց կարևորությունը, իրենց տունը, իրենց պետությունը համարում են իրական Հայաստանի Հանրապետությունը։ Այս քարտեզը։ Ու ես իմ նման 100 հազարավոր այս պետությանը սիրահարված, այս պետության շահերը սպասարկող հայ մարդիկ հարստացնելու են այս պետությունը։ Հարստացնելու են, ուժեղացնելու են, զարգացնելու են այս պետությունը։ Երբ որ մենք ուժեղացնենք մեր այս պետությունը, կհարստացնենք մեր այս պետությունը, այդ ժամանակ մենք կնայենք մեր ուժերին, կնայենք մեր հնարավորությանը, կնայենք մեր սեփական պետության հնարավորությանը, նոր բաներ կխոսանք։ Բայց եթե մենք պետք է բաներ խոսանք, հաշվի չառնելով, բաներ ցույց տանք, բաներ պահանջենք, հաշվի չառնելով մեր սեփական պետության հնարավորությունը եւ ռեսուրսը, դա նշանակում է, որ դու ուղղակի սպառնալիք ես իրական Հայաստանի Հանրապետությանը։ Ազգային անվտանգությունը պետք է քաղաքական մակարդակով ոչնչացնի իրական Հայաստանի Հանրապետության սպառնալիքներին։ Ուղղակի պետք է ոչնչացնի։ Ու անկախ ձեր խանդին, անկախ ձեր արհամարական վերաբերմունքին այս պետությունը կա եւ լինելու է հավերժ։ Անկախ ձեր արհամարական վերաբերմունքի այս պետությունը հզորանալու է, զարգանալու է, երջանիկ է լինելու, ապրելու է, խաղաղ է լինելու, տարբեր ոլորտներում զարգանալու է, անկախ ձեր եւ ձեր քաղաքական պապաների, հաչոսների եւ խանդի, անկախ որոշ օտարի խանդի այս պետությունը հզորանալու է,
զարգանալու է տարբեր ոլորտներում ու լինելու է հավերժ եւ հավիտյան ուժեղանալու է զարգանալու է անկախ ձեր հաչոցների անկախ Կալուգացի Սամվել Բերանը Ծուրտի Խոխա Ծառուկյան Գագո Դամբասի Անդո Մսավաճար Բագրատիկ Կտրիչ Ներսիսյան Մաթասպան Թալանչի խուլիգան ընտրակաշարակերներ ընտրակաշարատուններ սրիկաններ այս պետության հետ կապ չունեցողներ այս պետությունը ձեր ազնական հարստության համար տասնյակ տարիներով աշխատացրածներ այս պետության հաշվին հարստացածներ այս պետության հզորացման հաշվին հզորացածներ այս պետության հաջողության հաշվին հաջողակ դարձածներ այս պետության երջանկության հաշվին երջանկանցածներ այս պետության զարգացման հաշվին զարգացածներ այս պետությունը ձեզ չի խնայելու քաղաքական մակարդակով նրանք ովքեր այս պետությունը արևանգել են վախի страхի մտնորդի տակ պահելով ու այս պետությունը տասնյակ տարիներով աշխատացել են իրենց հարստության համար չեն խնայվելու քաղաքական մակարդակով նրանք ովքեր այս պետության մեջ այս պետությունից թանանված փողերով ձայներ են առել չեն ներվելու չեն խնայվելու քաղաքական մակարդակով նրանք ովքեր տասնյակ տարիներով այս պետությունը որպես կրվախնձոր օգտագործել են օտարի շահերը սպասարկելու համար որպես գործիք չեն խնայվելու նրանք ովքեր տասնյակ տարիներով այս պետության անունը կեղծավոր տալով բայց ոչ մի կապ չեն հաստատել այս պետության հետ այս պետությունը դրանց չի խնայելու չի ներելու քաղաքական մակարդակով եւ հանուն այս պետության հզորացման հանուն այս պետության երջանկացման հանուն այս պետության հավերժ լինելության հանուն այս պետության անկախության ինքնուրույնության ինքնիշխանության հանուն այս պետության բոլոր ոլորտերում զարգացման հանուն այս պետության կյանքի հզորացման այս պետությունը ձեզ ուղղակի չի խնայելու քաղաքական մակարդակով այս պետության իրավապահ ինստիտուտը այս պետության ինստիտուտները ձեզ քաղաքական մակարդակով ոչնչացնելու են դուք այլևս չեք ներվելու եւ չեք խնայվելու եւ դուք եք միան ու միան այս պետության ներկայի եւ ապագայի սպառնալիքները այս պետությունը չունի ազգության մեջ ոչ մի պետություն աշխարհում չկա այնպիսի մի ազգություն որ այս պետության համար լինի այնքան սպառնալիք ինչքան դուք եք Տաշիր Սամվել այդ 300,000 ադրբեջանցից ասում չկա աշխարհում ոչ մի 300,000 ադրբեջանցի որ կարա այս պետության աշխարհի կողմից ճանաչված պետության համար ներկա եւ ապագայի համար կյանքի համար լինելության համար անկախության համար լինի այնքան սպառնալիք ինչքան որ դուք ձեր մարդասպան խուլիգան մաֆիայով եւ մարդասպան խուլիգան մաֆիան քաղաքական մակարդակով ոչնչանալու է քաղաքական մահը արդեն ձեր ննջասենյակների դեմը չոքած եւ անհամբեր ձեզ ասպաս դուք չեք խնայվել ասով ամեն ինչ լավ է սա իմ սուբյեկտիվ կարծիքը իմ պետության նկատմամբ այո ես այս պետությունից դուրս պետություն չեմ փնտրում ես այս պետությունից դուրս հարստություն չունեմ ես այս քարտեզից դուրս իրականություն չունեմ ես այս քարտեզից դուրս աշխարհի կողմից ճանաչված պետություն չունեմ ու ես չեմ կարող այս պետությունից դուրս պահանջներ ներկայացնեմ եւ դա կնշանակի որ զենքը վերցնեմ եւ աշխարհում տարածաշրջանում բոլոր հարևանների վրա սենց ուղղեմ որպեսզի այս պետության լինելությունը դնեմ վտանգի տակ խի ինչքան պետք է անհայրենիք սրիկա լինեմ որ ես նման բան անեմ ինչքան չի լինելու եւ նմաններին էլ թույլ չենք տալու որ այս պետության հզորացման երջանկացման ուժեղացման այս պետության հավերժ լինելության ճակատագրի հաշվին ես ինչեր անի հասկացանք ոգևորված բաներ եք բաժանում ասում ենք հա նորմալ է թող անեն դեմա բայց չափները ճանաչեք պետության այս մեր իրական Հայաստանի Հանրապետության ճակատագրի հաշվին քայլեր չանեք բաներ չխոսակ որովհետեւ կյեթարկվեք քաղաքական ոչնչացման ու կյեթարկվեք քաղաքական ոչնչացման ու կյեթարկվելու եք քաղաքական ոչնչացման ձեր բերանից տասնյակ տարիներով հայ մարդու ծծած արունը վարար գետի նման հոսելու է քաղաքական մակարդակով տասնյակ տարիներով այս պետության ծծած արունը լսեք յոթ գլխանի վիշա Բերանը Ծուրտի Խոխա քո գլխավորությամբ տասնյակ տարիներով այս պետության ծծած արունը վարար գետի նման քաղաքական մակարդակով հոսելու է ձեր բերանից ու հոսելու է քաղաքական մակարդակով պինդեղեք պետականատեր հայ մարդիկ ջան այս պետության շահերը սպասարկող հայ մարդիկ ջան այս իրական Հայաստանի Հանրապետությանը անկեղծ հայկական սիրով սիրարված հայ մարդիկ ջան պինդեղեք պետականատեր հայ մարդիկ ջան որովհետև
ձեր տեսակից, ձեր որակից այնյան աշխարհ ուղղակի գոյություն չունի, ուղղակի գոյություն չունի։ Ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Բարի գիշեր։